ջարդել, փշրել այդ տարբերակը։ Իմ պատկերացմամբ կուռքը այն կերպարն է, որը անհասանելի է եւ ծնվում է զգացմունքի մի փունջ, որը միշտ ապրում է տվյալ մարդու մեջ։ Նույնիսկ այն կուռքից ավելին է մեզ համար։ Ինչու ենք նրան շատ սիրում։ Գիտեք, սիրտը դիակ ինչ-որ բանի սպասում է, դες շատ ուժեղ սկսում է զարկել, իմ մոտ էլ էր այդ վիճակը։ Կարևորագույն հատկանիշը այն է, որ նա մնացած երգիչներից առանձնանում է իր ինտելեկտով, յուրահատուկ ձայն ունի, որը չի տարբերվում է մյուս երգիչների ձայնից, դա է եւ մաքուր գրագետ երգեցողությունը։ Ինձ համար իհարկե եւ վոկալային տվյալներով եւ այլ ավելի կարեւոր ինձ համար իր դրական էներգետիկայով, որտեղ Նոմեյեսյանը ունի Ինչպես է արտահայտվում սերը սիրելի երգչի նկատմամբ։ Մի տեսակ որ ապրել դու իրենց հետ այդ պահերը։ Իր ամեն մի կատարման, ամեն մի երգից հետո կամ ընթացքում իմ մարմինը ամբողջովին փշաքաղվում է։ Ինչեր են անում հանուն սիրելի երգչի։ Մենք միշտ ձգտում ենք չանցնել թույլատրելի սահմանները, որովհետեւ առաջին հերթին երգչին անդորրությունը հանգիստ է պետք, մենք աշխատում ենք հասկանալով սիրո անհնարինությունը եւ զսպվածությունը, բայց աշխատում ենք մեզ պահել համեստ, չձանձրացնել։ Առաջին մենահամերգներն են անդրեն տալիս։ Տոմսոնի կետ ճարեցի, շատ դժվարությամբ ճարեցի Տոմսը, ու հետո էլ անպայման որոշել էի, որ պիտի սպիտակ վարդեր տանեմ իրեն, ու պիտի սպիտակ վարդերն լավ երկար լինեն, ու պիտի 11-ատ անպայման լինեն։ Արդեն համերգի օրն է եկել, ես չեմ գտել այն վարդերը, որոնք ուզել եմ, առավոտվանից մինչև ժամը 6-ը։ Չեմ հիշում արդեն քանի ծաղիկի խանութն է, ծաղիկի բաժակի կետեր եմ անցել, մինչև գտել եմ այդ վարդերը ու տարել եմ, ու ամենահետաքրքիրն է եւ գնում էի, չգիտեի հիմա ինձ տանեմ, թե այդ ծաղիկները, որովհետեւ բավականին ծանր էին ինձ, ոյնել եմ, բայց ոչինչ։ Որպես իմ սիրելի երգիչ, այդպես հետաքրքրվում եմ նրա կյանքով։ Նրա երգերը, բոլոր հարցազրույցները, բոլոր տեղեկությունները նրա մասին ես փորձում եմ գտնել, կարդալ։ Ինչու են պատրաստ հանուն սիրելի երգչի։ Եթե պահը գա ու պետք լինի ինչ-որ շատ մեծ բաներ անել, միգուցե եւ անեմ։ Բայց հաստատ ջարդելու, փշրելու, չգիտեմ, ես իմ մեծ զողողություններ գնալ հաստատ չեմ անի։ Հաստատ ես իմ որ բարձրահարկ շենքից ես չէի գցի, այդ ծայրահեղ քայլերից ես ինձ զերծ կպահեի։ Հիմա ներկապային կարելի ասել, որ պատրաստ ենք պահել իր բարիկին, գոնե համերգների ժամանակ, որպեսզի ինքը հանգիստ զբաղվի իր ելույթով, գոնե 5 րոպեն հանգիստ լինի, որ երեխան մեզ հետ է կամ թագուհու անդորը հսկելու եւ միշտ իր կողքին լինելու առումով պատրաստ եմ անել այն, ինչ կկամենա հենց ինքը Նոմեյեսյանը։ Բարեբախտաբար մեր տեսանյութի նկարահանումներին մասնակցած երկրպագուները բավականին զուսպ երկրպագուներ են, ու ըստ էության ինչ-որ աներևակայելի ու անիրական կամ ծայրահեղ արարքների հակված չեն հանուն սիրելի երգչի ու գիտակցում են, որ նա նախ եւ առաջ անձնական կյանքի իրավունք ունեցող մարդ է։